Լույս Արարատին շարունակում է մեր մոտ ֆանտաստիկ տրամադրություն է տիրում, քիչ անց կհասկանաք ինչու, որովհետև մեր հյուրերն են այդ ամենի մեղավորը լավ իմաստով։ Մայիսի 30-ին եւ 31-ին ժամը 19-ին առաջնախաղ Գյումրու մտորումների թատրոնում ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի պատվի համար դրամայի։ Յուրաքանչյուրս մտածում ենք մեր պատվի մասին, պատրաստ ենք զոհել այն հանուն սիրո կամ խաղաղության։ Մարդկային հարաբերությունների լարվածություն, հայրերի եւ որդիների հավերժական բախում, սեր, խաբեություն եւ պատիվ։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեն մեր հյուրերն են դերասաններ Աստղիկ Հարությունյան, բարի լույս։ Սամվել Արաքելյան եւ Սերգեյ Եղիկյան, բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս, առավոտի։ Շնորհակալություն եք։ Ես միշտ զարմացել եմ, միշտ գյումրեցուն ասում եմ, ո՞նց եք դուք դա անում, որ այդ էներգիան վերում եք ձեր հետ, ուրեմն ասես 5 րոպեվա ներկայությունը գյումրեցու բավարար է, որ եւ մարդ լավ տրամադրվի եւ մարդը ժպտա, ուրախ լինի ու ի վերջո դեմքից անցնի այդ նամրոտությունը։ Էդիկ մեր հողը ջերից է։ Քանի որ մեր հողը ջուրը, մեր ժողովուրդը ջերմ է, սրտերը ջերմ է։ Դիք խասյատ է, մարդը կուկա բաց կընտուն է, ժաբիդով կընտուն է, դոր համար հուրոր կերտան, չէ, այդպես սաղին այդ վարակենք, այդ ժաբիդը, ամեն ինչը կուդան, դոր համար մեր թատրոնը, նույնիսկ Երևանից հանդիսականը կուկա հատուկ մեր ներկայացումները նայելու։ Ճիշտ է։ Զանգեն, պատվիրեն, տոմսերը կվերցնեն, կուկան կնայեն։ Ես վստահ եմ, որ այս ներկայացման դեպքում էլ լինելու, ինչ անցնենք, այսպես ասած, թեմային, ինչի համար որ հավաքվել ենք, հա։ 1904 թվականին, հա, այս գործը գրվել է ու կարծես թե շատ քիչ ժամանակ չի անցել, բայց շատ էլ չի անցել, հա, բայց միևնույն է ակտուալ է մնում այն թեմաները, որը որ Շիրվանզադեն բարձրացրել է այս գործի մեջ, փող, կեղծիք, շահամոլություն, թվում է թե այդքան ժամանակ անց, հա, դարից ավել անցել ու պետք է մի բան փոխվեր, վերջում մարդ հասկանար, որ չպիտի գայթակղվի այդ ամենով, բայց միևնույն 21-րդ դարում ենք ու դա շատ ակտուալ է այսօր։ Այո, ակտուալ է։ Ես իմիջիայոց կուզենայի իմ խորին շնորհակալությունը հայտնել թատրոնի գեղարվեստական ղեկավարին, մեր բոլորի կողմից սիրված հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննեսյանին, որ ինձ ներգրավեց նաև այս ներկայացման մեջ սա իմ իր կողմից բեմադրված երկրորդ չտեսնված աշխատանքի մեջ։ Մեկը Մեսրոպ Մաշտոցում խաղացել եմ Գավաշ, Ասորի քահանա։ Այստեղ խաղում եմ էլի մի տեր, որն որ հանդիսատեսը եկավ նայեց, այդպես էլ կմնա իրենց հուշերի մեջ։ Ես շնորհակալ եմ, որովհետև մեծ աշխատանք է տարվել, մեծ, մինչ պիեսը մեզ տալը, միայն 3 ամիս Հովհաննեսյանը մենակ աշխատեց, որովհետև ինքը 3 գործողություն է, 7 ժամ, պատկերացրեք, հիմա արդեն ժամ ու կես։ Եվ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ողջ ստեղծագործական կազմին, որ ոչինչ չխնայեցին, մեծ սիրով, մեծ վարպետությամբ մոտենում են իրենց աշխատանքին եւ ամսի 30-ին եւ 31-ին հիշեցնեմ, որ 30-ին տոմս չունենք, լրիվ սպառված է, այնպես որ եթե կուզենաք ներկա լինել, զանգահարեք 31-ի համար պատվիրեք։ Դուք խոստացաք անցած անգամ ու նորից չեկաք։ Մենք գործեր առաջացան, բայց այդ Երևանում այդպես է։ Խոստանում եք ու չեք գալիս։ Փորձենք ամեն բանը։ Չէ, բայց կգնանք անպայման։ 31-ին երկրում չեմ ուղղակի։ Բայց ամռանը կգնան, չէ՞։ Ես թողի գնամ, հո չի լինի։ Համեցեք։ Ես մի հարց ունեմ, եթե ձեր հերոսը այս ապրեր 2026 թվականին, ինչ կփոխվեր նրա որոշումների մեջ։ Ենթադրում եմ ինքնասպան չէր լինի։ Մեր հերոսին։ Դե ժամանակներն են այդպեսին երևի։ Այն ժամանակ մի քիչ ուրիշ էր խնդիրը, ուրիշ ձևով էին մարդիկ պատվին վերաբերվում։ Հիմա մի քիչ ուրիշ է, հիմա մի քիչ փողը շատ է մտել կենցաղ, ոնց որ ավելի շատ է։ Տեսեք, այդ ժամանակ էլ տեսեք փողի համար էր, չէ՞ այդ ամեն ինչը։ Բայց ես հիմա ապրում եմ ու զգում եմ, որ հիմա փողը ավելի շատ է կենցաղում։ Շատ բաներ են զոհում մարդիկ փողի համար, որը պետք չէ։
Ես կարծում եմ փողի համար ոչինչ չի կարելի զոհել։ Հատկապես պատիվը, արժանապատվությունը, երբեք սերը չի կարելի զոհել փողի համար։ Իսկ ո՞րն է ամենամեծ գինը, որ մարդը վճարում է պատիվը պահպանելու համար։ Դուք Էլիզբարյանն եք ներողություն։ Ոչ Սաղաթելն է ինքը։ Սաղաթելն եմ ես։ Ամենադաժան կերպարը գիտեք ինչու։ Այս տարբերակով երբ որ ես նայում եմ Հովհաննիսյանի աչքերին, իր աչքերը թախծոտ է, երբ որ նայում եմ, ինչ որ արել է, այս մարդն է ստիպել, իմ կերպարն է ստիպել, որ ինքը անի։ Ճիշտ է։ Մեր տարբերակը այ էդ է։ Այսօր էլ մարդիկ կան, շատ, այդ տիպի մարդիկ շատ կան։ Անմեղ մարդկանց իրանց շահը օգտագործելու համար կարող են հրել, տանել, գցել անդուտը, որ իր հարազատ երեխաներին էլ ոչնչացնի, ամեն ինչ անի, բայց վերջում ինքը մնա ժպիտը դեմքին։ Կարևորը իր հաշիվներն են եւ ինքը։ Ցավոք սրտի եւ այդ տեսակի մարդիկ կան այսօր եւ իհարկե կան մարդիկ, ովքեր Աստծո կողմից հատուկ ու կենտ ուղարկված են այս երկիր, որ եթե դրանք էլ չլինեն, կյանքը անիմաստ կլինի։ Հավասարակշռությունը չի պահպանվի, եթե բոլորը լինեն փողամոլու, չգիտեմ, կաշառակերու, չգիտեմ, ինչ պետք է նաև լինեն ազնիվ մարդիկ, որպեսզի չկործանվի այս երկրագնդի վերջը։ Ես Օթարյանն է, հա, երևի։ Այո։ Չէ, Սուրենն է։ Ահա, Սուրենն է, օքեյ։ Երբ բեմում խաղում եք լարված ու ծանր հարաբերություններ, դրանք հոգեբանորեն մնում են ձեզ հետ ներկայացումից հետո։ Գիտեք, այո, բայց ուզում եմ ասել, որ մեր ներկայացումը շատ տարբերվում է պատվի համարի բեմադրության մյուս տարբերակներից, այսինքն հայ թատրոնում շատ ընդունված է այս պատվի համար ներկայացում բեմադրելը եւ եթե մենք ուշադիր նայենք տարեգրությանը, բոլոր ժամանակներում էլ անպայման թատրոնները իրենց խաղացանկում ունեցել են պատվի համար։ Եվ երբ որ պարոն Հովհաննիսյանը կանչեց, հավաքեց խումբը եւ ասաց, որ պատրաստվում է բեմադրել պատվի համար, մենք ստարակուսեցինք, ասենք, դե այսքան բեմադրվել է, խաղացել են շատ տաղանդավոր եւ հայտնի դերասաններ։ Մենք ինչ պիտի անենք, որ տարբերվենք, հա, որպեսզի ավանդական բեմադրություն չլինի։ Բայց ես գիտեմ ինչ ենք անելու։ Եվ փորձելու ժամանակ այնպիսի լուծումներ տրվեցին, թե ռեժիսորական, թե դերասանական ոճի մասին նաեւ, որ այսպես նայում ենք ասում ենք, «Միթե սա պատվի համար է»։ Որովհետև տարբերվում է բեմադրությունը եւ շատ հետաքրքիր բեմադրություն է ստացվել։ Եթե հանդիսատեսը գա առաջին իսկ պահից ինքը չի հասկանա, որ սա Շիրվանզադեի պատվի համարն է։ Ուրիշ լուծումներ են տրված, իհարկե պահպանելով եւ լեզվամտածողությունը եւ սյուժեն, բայց շատ հետաքրքիր ներկայացում է ստացվել։ Լարվածությունը կա, նախ պատասխանատվությունը, որովհետև գրեթե մեր ողջ ստեղծագործական խումբն է զբաղված եւ պատասխանատվությունը, որ ես լինելով երիտասարդ պիտի կարողանամ կանգնել շատ ու շատ մեծ մարդկանց կողքին։ Դա իհարկե մեծ պատասխանատվություն է։ Իսկ ձեր կարծիքով այսօր հասարակությունը ավելի շատ դատապարտում է, թե հասկանում է մարդկանց։ Երկուստեք երևի եւ ենկա։ Կարծում եմ հիմա ավելի շատ դատապարտելը շատ է։ Բայց կա նաեւ որ հասկանում են։ Շատ գեղեցիկ ժպիտում ես, այդ հարցեն չի տվեցի։ Այդ ժպիտով ու ձենով գնաց Հայաստանը, ներկայացրեց, հաղթեց։ Այդ ժպիտով էլի։ Այո, ուրիշ մեկ։ Այսօր ես այնքան կերազեի, նայեք 1000 օրը մեր անցավորած երկրաշարժը եղավ։ Կորցրեցինք հարազատներ, բարեկամներ, տուն, տեղ, ապրուստ ամեն ինչ կորցրեցինք։ Բայց Փառք Տիրոջը մեր ազգի մեջ այն ժամանակ սեր կար, հարկանք կար, մեկը մեկին նկատմամբ օգնության ձեռք մեկնելու համար, մեկը մեկին օգնում էր, վեր էին հանում։ Բայց այսօր քանի գնաց այդ սերը, հարկանքը, հանդեպ իր մեծերին, ամեն ինչին, այդ ամեն ինչը գնաց կորավ։ Ես ամեն առավոտ, Աստծո առավոտ ասված եմ կանչում, խնդրում, որ ետ վերադառնա։ Սերը պակասել է։ Ես երբ մտնում եմ մտորումների թատրոն, դուք չեք պատկերացնում ինչքան սեր կա այդ թատրոնում։ Մենք ունենք
թատրոն ստուդիա ունենք 6 տարեկանից մինչև 17-18 տարեկան երեխաներ։ Եթե ռեժիսոր, դերասան չդառնան, խոստանում եմ։ Լավ մարդ գիտեմ, Մարդ կդառնան։ գրագետ, կիրթ մարդիկ կդառնան այս ազգին պետք գալու համար։ Որովհետև պրոֆեսիոնալ, իրենց գործը սիրող, իրոք վարպետ մարդիկ են դասավանդում այնտեղ։ Այդպես Աստված մեկին շնորհք է տալիս, որ լինի դերասան, մեկին նկարիչ։ Հովանեսյանին Աստված տվել է երկու շնորհք։ Մարդը համ լավ դերասան է, համ լավ ռեժիսոր է եւ լավ մանկավարժ է։ Ճիշտ է։ Այդ ոչ բոլորը կարող են։ Նամանավանդ փոքր երեխաների հետ Հովանեսյանը որ տեսնես, չէ, կզարմանաս թե այդ տարիքի մարդը Ay, Բալիկ ջան։ Չես սովորել, Բալիկ ջան։ Վաղը կկասկասես։ Բայց այդ վերաբերմունքը ջերմությունը կա։ Մոտեցման։ Երեխեքը արդեն գիտեն ով է թատրոնի մեծերը, ներսես մտնում, ոտքի են կանգնում, ողջունում են։ Կա մեծին հարգելու։ Մեր թատրոնում սերը շատ է։ Հրաշալի։ Այս այդ է ոնսում։ Որ մեր հայ ժողովուրդը այն տարերից եկած ավանդույթները, որ մեծերին հարգել են, իրենց մեծերին, որ մանկավարժը դպրոցում հարգված լինի, բժիշկը իր աշխատանքի տեղում, դերասանը իր աշխատանքի տեղում, դուք ձեր աշխատանքի տեղում հարգված լինեք։ Մեր ներկայացման մեջ էլ է այդպես, որովհետև 4 սերունդ է զբաղված։ Ավագից մինչև 7-8 տարեկան երեխաներ զբաղված են այս ներկայացման մեջ, եւ այդ կուլիսային այդ հարգանքը, երբ որ տեսնում ես փոքր երեխան նստած Նախանձելի մթնոլորտ է այստեղ։ Այո, մեր թատրոնը յուրահատուկ է այդ առումով։ Շատ հավասարակշռված, ամեն ինչը իր տեղն է։ Չկա մեկը, որ իր ֆունկցիայից ավել բան անի, ավելորդ, ավել չէ, ավելորդ բան չեն անում։ Իրոք լավ երեխաներ ունենք շատ, լավ սերունդ ունենք, դրա համար ստացվում է լավ ներկայացում։ Դե նաև փաստում են, որ ամսի 30-ի տոմսերը ամբողջությամբ սպառված են։ Այո։ Ամրանը կունենաք։ Իհարկե կունենա, անպայման կունենա։ Ամրանը կգամ, խոստանում։ Եթերով խոստանում։ Այնի հետ գործ մենք Մենք արտագուրծ չենք Մենք գնա։ արտագուրծ չենք գնում, խաղում ենք ներկայացումներ ամեն շաբաթ Կիրակի, Կարող եք հետևել մեր երեկոյան։ Չէ, արձակուրդ մի գնացեք, ճիշտ է, մի քանի օրով Մենք չունենք արձակուրդ։ Չենք գնում դարումների թատրոն։ Համեցեք, շատ մեր լավ տուրը բաց է։ ներկայացումներ ունենք եւ երեխաների համար եւ մեծահասակների Եվ համար, մեծերի համար, այո։ այնպես որ կարող եք կալ խմբով։ Ցերեկը երեխաները կուրախանան, Ընկերուհիներիս երեկոյան կդարձնենք։ մեծահասակները։ Համեցեք։ Կրկին անդրադառնանք ներկայացման, հա, գաղափարը որն է այս ներկայացման ու կարծում եմ կրկին հնարավորություն ենք տալիս մարդուն աչքերը բացելու, երևի փորձելու հասկանալու, որոշ հարցերի պատասխանները ստանալու, որովհետև այսպես գլուխներս կախ հողի մեջ sense պարզապես ապրելով ու կարծիքով ջայլամի պես, հա, սխալ է չնկատել, չգիտակցել, անտեսել, էդի մասին չէ, ինձ չի վերաբերվում, էդ իրանց մասին է, իմ կարծիքով այս հարցերի պատասխանները հանդիսանում Տոտալ անտարբերություն է։ Այո։ Իհարկե կստանա ինչու մտորումների թատրոն։ Մենք շատ ներկայացումներ ունենք, որտեղ հանդիսատեսը գալիս է, ուրախանում է, մեր ինտերակտիվ ներկայացումներ է մերը։ Հանդիսատեսը այս հեռավորության վրա, Մայլիս Մայլյան ներկայացման այս հեռավորության վրա է նստած։ Իսկ այդտեղ այնքան դժվար է դերասանի համար խաղալ, դու ոչինչ չես կարող կերծել։ Այո։ Այն ինչ որ կա ներսումը դու այդ ես անում, իրականն ես անում։ Իսկ վերջում հանդիսատեսը դալիճից երբ գնում է, չէ, մտորելու արդեն բան ունի։ Մտածում է թե ինչու էսպես ստացվեց։ Դրա համար մտորումների թատրոն։ Երարակելյան ասում։ Ջանան։ Մենք հանդիսատեսին նաև թույլ ենք տալիս խոսել։ Վերջում մեր հանդիսատեսը իրավունք ունի ցանկության դեպքում արտահայտելու իր միտքը։ Դուր եկավ, չեկավ։ Քննարկումներ ենք անում անպայման։ Եթե հանդիսատեսը ուզում է, մենք խոսում ենք իր հետ։ Անպայման խոսում ենք։ Հա, ներկայացումից հետո Ներկայացումից հետո իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը մենք տալիս ենք։ Եթե հարց ունի, խնդրեմ, մենք ասում ենք, եթե ուզում եք կարծիք հայտնել, եթե ուզում եք խոսել, ձեր էմոցիաները արտահայտել, խնդրեմ, մենք կարող ենք լսել։ Որքան է աշխատում դա, հա, այսինքն աշխատում է, պատկերացրեք, հատկապես երբ որ գալիս են դպրոցից։ Մենք թե դպրոցում աբոնեմենտներ ունենք։
թե ուսուցիչները խոսում են, բացատրում են աշակերտներին ինչ որ բաներ եթե չի հասկացվել, բան այդ ընթացքում բնականաբար ոնց որ մի հատ դաս լինի։ Պատկերացրեք, պատվի համար դպրոցում անցնում են, չէ՞։ Դպրոցում անցնում են, գալիս են բեմում ուրիշ ձևաչափի մեջ են տեսնում։ Ու քննարկում են, համեմատում են, հասկանում են, չեն հասկանում, այդ հարցերը շատ լավ է դերված։ Ասկիջան, օրինակ վերջերս մենք համասիայում խաղացենք ներկայացում երեխաների համար ավելորդը երեկոյան խաղացենք կոկտեյլ Գյումրի։ Ես կոկտեյլ Գյումրի մեջ էի զբաղված, դալիճը նստած էի, այնքան հետաքրքիր եւ իրականում երեխաները լուր նստած նայում էին մանկավարժների հետ եւ արտասվում էին, ընկալում էին, հասկանում էին, թե այնտեղ ինչ է կատարվում, երեխաները նույնիսկ լաց էին լինում, թե ինչու այդպես ստացվեց։ Զորապի ֆանտաստիկ գործերից է։ Բայց ես վստահ եմ, որ մեզ հետ միասին, ճիշտ է, մի փոքր թեմայից կհաշվենք, ես ու Անահիտը, երբ որ Աճիմանի թատրոնը 3 օրյա այցով էր Երևանում, մենք Ինկասբերտի իշխանուհու ներկայացման էինք գնացել միասին ու չեք պատկերացնում, որքան էինք մենք լարված, նյարդայնացած ինչից, որ ամբողջ դալիճում երևի չասենք, լավ շատ շատերը պարզապես չէին անջատում իրենց հեռախոսները եւ այդ հեռախոսի ձայներով խանգարում ներասանների ներկայացումը։ Որտեղ բավական լուրջ ներկայացում է, դու ընկված ես այդ ամեն ինչի մեջ ու կապը կտրում։ Մեր ժողովրդի մեջ է ընդունված է հատա։ Մեր մոդելը եկել ես ներկայացում նայելու։ Ուրեմն պիտի մոռանաս։ Այդ մի ժամ ու կեսվա ընթացքում ասված ոչ է, աշխարհը չի փուլ կա։ Քեզ էլ այնպես հրատապ զանգ չի գա, անջատիր կամ թղթի չի վրա դիր, նստիր, կնոջդ հետ ես եկել երեխաներ, նստիր վայլի ներկայացումը ելիք, չնայած մեր բախտը բերել է անկեղծորեն ասել։ Քիչ է մեր մոտ այդպիսի բաները։ Քիչ է, բայց լինում։ Մեզ մոտ չի լինում, որովհետև մեր թատրոն տեղանքն այնպեսին է, որ հնարավոր չի։ մեր պատվալային Գետնի տակ ենք աշխատում։ Զանգեր չեն Զանգ գալիս է, բայց խոսել չեն կարող։ Անմիջապես անջատում են ստիպված, որտեղ խոսել չեն կարող։ Ամեն ինչ մտածված է մեզ մոտ։ Չնայած մի անգամ մերավ, կդենես ասեմ, մալից մայլայը ներկայացման ժամանակ կանայք էին նստած, զանգը եկավ, դե ասում եմ ինտերակտիվ մենք հանդիսատեսի դել գրավում ենք զանգը քարչի սանտերը ուր է Հովանեսյանը մոտից ասա Քոջան խոսապերձի մեկ է շարունակենք չեն գտնի Հովանեսյան ջան չեմ գտնի ուր դու սաբալը մերոպ խոսապերձի հələ պաուզա տվեք տեսիք ինչ է Աղջի թատրոն ելեք, թատրոն։ Անահիտյան, մի բան ասեմ, ասես Զորապ ասեցիր, չէ, ավելորդը Թեմիրճյանի ավելորդն է։ Դերինիկ Դեմիրճյան, տատիկս կգնդակարի ինձ այս բանը։ Թեմիրճյանի ավելորդն է, մենք տեղայնացրել ենք Գյումրու վրա ու շատ դաժան ներկայացում է կարելի ասել, որովհետև առաջին ներկայացումներից մեկն է, որ բեմադրվեց մեր թատրոնում, երեկոյան ներկայացում, եւ արդեն 6 տարի այն մեր խաղացանկի մեջ մենք ամիսին 2-3 անգամ լեփլեցուն տարիճով անպայման խաղում ենք, դա մեր թալիսման ներկայացումն է, մենք շատ ենք սիրում այդ ներկայացումը եւ պահպանում ենք։ Ես արդեն 3-րդ սերունդն է խաղում այդ ներկայացումը։ Ես կգամ գնամ։ Այս շատ հետաքրքիր է, կա մի հարց, կա մի հանդիսատես, որը որ ներկայացումներից որևիցե մեկի ժամանակ հետո, այսինքն ուղղել է ձեզ ինչ-որ մի հարց, որը որ մինչ օրս տպավորված է կամ հիշում եք այդ հանդիսատեսին իր հարցով, թե ոչ։ Հիշեք նման դրվագ։ Գիտեք, մի անգամ ասացին, եթե չեմ սխալվում, ավելորդ ներկայացումից հետո երևի ասացին մենք ապրեցինք ձեր թատրոնով։ Գիտեք, այդ նախադասությունը երևի նաև մթնոլորտից էր։ Այնպես տպավորվեց մեր մեջ, մենք ապրեցինք ձեր թատրոնով։ Դա արդեն իսկ թևեր է տալիս, դա արդեն իսկ ուժ է տալիս, որ այն ինչ անում ես, որտեղ շատ դժվար է այս չհասկացվածության մթնոլորտում թատրոն ստեղծելը, այլ թատրոն ստեղծելը, որովհետև գյումրեցիները գալիս ասում են մենք այստեղ ինչ պիտի տեսնենք, վարագույր չկա, բեմ չկա, բայց այնպիսի լուծումներ են տրվում ներկայացումների համար, այդ մթնոլորտում ստեղծագործելը եւ երբ որ քեզ հասկանում են, դա ուժ է տալիս ստեղծագործելու, արարելու եւ դրա համար ներկայացումների որակը մեկը մյուսից ավելի բարձր է։ Ներկայացումների ժամանակ դու ուզում ես ստեղծագործել ու ապրել։ Այդ ոգեշնչումը, ներշնչումը ստեղծագործական մեր թատրոնում դա կա, երբ որ դերասանը խաղալ է ուզում։ Դա անբացատրելի բան է։ Անսահման մոտիվացված եք։ Անսահման։ Պատկերացրեք, այսքան հեռավորության վրա
երբեք չես կարող խաբել այդ հանդիսատեսին։ Երբեք հնարավոր չի։ Օրինակ, որ ասեց Ամասիայում խաղում էինք, հենց ավելոշտի ժամանակ ես բեմից պետք է դուրս գամ, ու աննկատ պետք է դուրս գամ, որտեղ սպանում են իբր։ Ինքան ված զգացի մի պահ, որ հասկացա, որ երևաց իմ դուրս գալը։ Այդ դա չկա, իսկ մեր մոտ չի լինում այդպես։ Մենք այնպես ենք հարմարությունները ստեղծել, որ ես դուրս եմ գալիս, ոչ մեկ չի տեսնում, որ ես դուրս եկա։ Մենք մեր մոտ մեր տան նման էլի, մենք գիտենք ինչ ենք անում։ Ուղղակի դրսում մի քիչ դժվար է ստանալ ամեն ինչ, որտեղ քո դալիճը չի։ Մեր մոտ ուրիշ է։ Մեր մթնոլորտն ուրիշ է լրիվ։ Այնտեղ բեմ չկան, սպորտ դալիճ էր։ Պարզապես բեմ ուներ, այդ Ամասիայի բեմը, մի կերպ ներկայացնում են այնպես, որ յուրաքանչյուր բեմի համար տեղավորվում ենք, չունենք հստակ տարա։ Կարող ենք, բայց մեր մոտ շատ ավելի լուծումներ ասես կարող եք տալ ներկայացումներին։ Ու այնքան մոտիվացված, ոգևորված եմ։ Հաղորդում է գնանք Գյումրի համեցեք։ Գյումրիում ապրենք։ Այո, եւս մեկ անգամ հիշեցնենք մայիսի 30-ին, բայց 30-ի համար էլ կարող եք չմտածել, տոմսերով սպառված են։ Մենք շատ ուրախ ենք, լավ կլիներ, որ նույնիսկ ասեիք 31-ին էլ է սպառվել։ Շուտով։ Մի երկու Վստահ դուրս գաք զանգելուն ասել են Ամրանը սպառվել։ մեծ հույս է։ Ամրանը խնդրեմ, համեցեք։ Մայիսի 30 եւ 31-ին ժամը 19-ին առաջնախաղ Գյումրու մտորումների թատրոնում ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի պատվի համար դրամայի։ Մեր հյուրերն էին դերասաններ Աստղիկ Արությունյան, Սամվել Արաքելյան եւ Սերգեյ Եղիկյան։ Ֆանտաստիկ մարդիկ, շնորհակալ ենք շատ ձեզ։ Շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար։ Սպասում ենք ձեզ։ Մենք էլ ձեզ ենք սպասում։ Համեցեք։ Բանրխաշ, քալա, հետո նոր ներկայացում, թե ներկայացում։ Ոնց կուզեք։ Դրանից հետո, որ չկարողանաք ուտեք տպավորված։ Գնաց չգաս։ Շնորհակալ ենք շատ։ Դες լավ օրեք մաղթում, իսկ այս բային ինչ ենք, ինչից եք վերադառնանք եւ կշարունակենք մնացեք մեզ հետ։